Աուդիոգիրքը պատրաստվել է Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպության պատվերով հրաշք բոլորի համար ծրագրի շրջանակներում Friends of Armenia բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Ռաֆի Սամվել Գիրք առաջին Երկու սուրանդակներ Լուսնի եղջյուրը ծածկվեցավ քարքելարան ետևում, և տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ։ Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում, երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուր և Նեմրութ լեռների կողմերը և այնտեղ կուտակվելով, թանձրանալով միգային սև կերպարանք էին ստանում։ Այդ կողմից երբեմն փայլատակում էր կայծակը և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև։ Գիշերային այդ տագնապալի պահուն երկու ձիավորներ անցնում էին Մուշի դաշտով։ Նրանք գալիս էին հեռվից, շատ հեռվից։ Մի ամիս առաջ դուրս եկան Տիզբոնի երկաթյա քաղաքադռնից, անցան Խուժիստանի անապատները, անցան արևակեզ Ասորեստանը, անցան հայկական միջագետքը և մի օր առաջ ոտք դրեցին Մուշի դաշտի վրա։ Դրանք երկու սուրհանդակներ էին։ Երկու սուրհանդակներից մեկի ձին սևագույն էր, մյուսինը կապուտակ։ Կապուտակ ձիավորը առաջինի ուղևորության մասին տեղեկություն ուներ, ամենայն զգուշությամբ հետևում էր նրան և երբեք յուր նկատողությունից բաց չէր թողնում։ Իսկ առաջինը չգիտեր, որ իրան հետևում են։ Այդ էր պատճառը, որ նրանք երկու մոլորակների նման թեև գնում էին միևնույն ուղղությամբ, բայց այնպիսի զուգահեռական գծերով, որ բնավ միմյանց չէին հանդիպում։ Երկուսն էլ ճանաչում էին միմյանց։ Նրանք արդեն հասել էին Արածանի ափերին։ Կապուտակ ձիավորը այստեղ կանգ առեց։ Նա նայեց դեպի երկինքը, նայեց դեպի յուր շուրջը, կամենում էր գիտենալ, թե որքան ժամանակ էր մնացել մինչև լույսի բացվելը։ Ոչ մի աստղ ցույց չտվեց նրան գիշերային ժամը։ Ամեն ինչ խորասուզված էր անվերցանելի մթության մեջ։ Բայց պետք էր շտապել։ Երկու մտածություններ մի քանի րոպե պահեցին նրան անվճռականության մեջ. գետով անցնել, թե կամուրջով գնալ։ Կամուրջով դա շատ հեռու կտաներ և գուցե կհանդիպեր նրան, և գուցե կբռնվեր կամուրջի գիշերային պահակներից։ Վճռեց անցնել գետով։ Հեզ և արծաթափայլ Արածանին գարնանային հեղեղներից կատաղել էր և պղտոր հորձանքներով ծածկել էր յուր ափերը։ Բայց մեր ուղևորը ծանոթ էր նրա ծանծաղուտների հետ։ Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ գլուխը, ասելով. «Դու քաջությամբ կտրեցիր Տիգրիսի ահռելի ալիքները, այժմ հայրենի երկրի Արածանին ինչու պետք է վախեցնե քեզ»։ Նա ձիու սանձը հանեց բերանից, որ լողալու միջոցին ազատ շունչ առնե, նստեց և երեսը խաչակնքելով քշեց դեպի գետը։ Գետը միահարկու վիշապի նման գոռում էր, գոչում էր։ Գիշերային մթության մեջ նրա պղտոր հոսանք ավելի մռայլ կերպարանք էր ստացել։ Ձին ամբողջ մարմնով խորասուզված ջրի մեջ միայն գլուխը վեր բարձրացած, մռնչալով և փռնգալով պատերազմում էր ալիքների հետ։ Նրա ոտները հատակին չէին դիպչում, անցնում էր լողալով։ Ձիավորը սանձի փոխարեն բռնած ուներ նրա բաշից և ձեռքով ուղղություն էր տալիս ընթացքին։ Մի քանի պտույտների մեջ թե ձին և թե ձիավորը սկեցին ջրի տակ։ Կրկին դուրս հայտնվեցան։ Երբեմն անցնում էին նրանց մոտով ծառի կոճղեր, գերանի կտորներ, որ ծփալով տարվում էին կոհակների հետ։ Ձիավորը շտապում էր խույս տալ դրանցից, բայց ահա հեռվից մի ինչ-որ որոտում էր։
Տագնապը մոտենում էր, դիավորը չկորցրեց յուր սառնասրտությունը եւ խորին ուշադրությամբ նայեց դեպի այն կողմը։ Մի մթին անորոշ կույտ լողում էր ջրի երեսին։ Որքան մերձենում էր, այնքան աճում էր նա, այնքան սոսկալի ձև էր ստանում։ Կարծես մի ամբողջ բլուր դանդաղ ընթացքով շրջում էր գետի վրա։ Մերթ անհայտանում էր նա, մերթ Երևան էր գալիս ավելի ահարկու կերպարանքով։ Դիավորը հասկացավ նրա ինչ լինելը։ Նա մի ակնթարթում ձիու թամբից սողաց դեպի գավակը, որ նրա բեռը թեթևացնե, բռնեց ագիից, սկսեց շտապեցնել նրան։ Օրհասական ժամը մոտենում էր, քանի որ թանձր այլանդակ հրեշի նման մոտենում էր մթին կույտը։ Նրա որոտը խլացնում էր ամեն ձայն, պետք էր փախչել նրանից, եթե ոչ մի թեթև տաշեղի նման յուր հետ կտաներ թե ձիուն, թե ձիավորին։ Ձին անգամ զգաց մոտալուտ վտանգը եւ կրկնապատկեց յուր ուժերը, անհնարին արագությամբ կտրում էր նա կոհակները։ Հրեշը անցավ, դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մերձակա անտառների մի մասը, որ հեղեղը արմատախիլ անելով յուր պտույտների մեջ կծկել էր, գալարել էր եւ մի այնպիսի այլանդակ գունդի ձև էր տվել։ Դիավորը կրկին անգամ գոհությամբ երեսը խաչակնքեց, երբ ոտքը դրեց ցամաքի վրա։ Նա յուր հագուստը քամեց, ցամաքեցրեց, հետո սանձը դրեց յուր բերանը եւ շարունակեց ճանապարհը։ Ինքը գնալով ոտով, իսկ ձիուն յուր ետևից քարշ տալով, որ փոքր-ինչ հանգստանա։ Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան։ Որքան նա ջրի մեջ արագընթաց էր, այնքան ցամաքի վրա դանդաղկոտ դարձավ։ Տերը վերաբերում էր այդ նրա հոգնածությանը։ Գետեզերքից բավական հեռանալով այժմ մոտեցավ նա քարքել լեռան բարձրավանդակներին։ Ճանապարհը զառիվեր էր, ոլորվում էր սարերի լանջած վրայով, իջնում էր խորին ձորերի փապարների մեջ եւ դարձյալ բարձրանում էր բլուրների վրա։ Նա ծանոթ էր այդ անտառապատ լեռների հետ, գիտեր նրանց դժվարին անցքերն ու շավիղները, երեխայությունից սնվել ու մեծացել էր այդ խոնավ ծմակների մթության մեջ, ուր ցերեկի լույսը երբեք չէր թափանցում։ Նա ապարաժների ու անտառների որդի էր։ Կայծակը շանթեց մոտակա ծառերի կատարներին եւ մերձակայքը լուսավորվեցավ բաց վարդագույն փայլով։ Որոտի ձայնը ահեղ դղրդյունով տարածվեցավ մթին ձորերի մեջ։ Ուղևորը նայեց դեպի անպամած երկինքը եւ շտապեցրեց յուր քայլերը։ Նա չվախեցավ գետից, բայց վախենում էր փոթորկից։ Փոթորիկը մեծ արհավիրք է գործում այդ կուսական անտառների մեջ, մանավանդ գիշերային պահուն։ Ժայռերի բարձրությունից խլում է նա ողողված ծառերը եւ նետում ճանապարհի վրա։ Ծառերի հետ փուլ են գալիս եւ քարերի ահագին բեկորներ։ Ամեն մի ճանապարհորդ կանհետանար այդ փլատակների տակ, եթե դժբախտություն ունենար հանդիպելու։ Կրկին լսելի եղավ որոտման ահեղ դղրդյունը, եւ նրա հետ անձրևի խոշոր կաթիլները սկսեցին մաղվել երկնքից։ Քամին մռնչում էր եւ անձրևային տարափը կարկուտի գնդակների նման զարկում էր նրա բորբոքված երեսին, բայց նա ոչինչ չէր զգում։ Նրա միտքը, նրա զգացմունքները լարված էին դեպի մի նպատակ, որ կլանել էր նրա ամբողջ գոյությունը, որ ամենայն եռանդով առաջ էր մղում նրան որպես մի մարմնացած փութաճանություն։ Նա շտապում էր մի քանի ժամ առաջ տեղ հասնել, քան կհասներ սև ձիավորը։ Բայց ձին դժվարությամբ էր հետևում նրան։ Այժմ միայն նկատեց, որ ետևի ոտքից կաղում էր նա։ Անշուշտ գետի հոսանքի հետ տարվող կոճղերից մեկը դիպչելով վնասել էր նրան։ Այդ դեպքը սաստիկ վրդովվեցրեց անվեհեր ուղևորին։ Նա շտապում էր, իսկ այժմ զրկվեցավ յուր սրընթաց երիվարից։ Ինչ պետք էր անել, թողնել նրան եւ այնպես ոտքով շարունակել ճանապարհը։ Բայց ինչպես թողնել այն սիրելի նժույգին, որը այնքան տարիներ թե պատերազմի դաշտում, թե յուր ճանապարհորդությունների ժամանակ լավ ընկեր էր եղել նրա հետ։ Մի քանի րոպե մնաց նա մտածության մեջ, հետո թողեց մեծ ճանապարհը, բռնեց մի շավիղ, որ տանում էր դեպի Աշտիշատի վանքը։ Վանքը շատ հեռու չէր այնտեղից, 1 ժամից հետո հասավ նա։ Դարևոր նվիրական Ծառաստանի խորքում, Վաղեմի սրբազան բարձրությունների վրա հանգչում էր Տարոնի այդ հին սրբավայրը յուր վսեմ մեծափառ վեհության մեջ, պատսպարված բարձր շրջապարիսպներով եւ բրկաձև աշտանակներով։ Գիշերային մթության մեջ ներկայանում էր նա որպես մի անմատչելի ամրոց։ Կատաղի մրիկը, քամու մռնչյունը, անձրևի տարափը չէր վրդովվեցնում նրա խաղաղ բարեպաշտական նիհրը։
Շրջապալիցներից դուրս մի առանձին շինվածքի նեղ լուսամուտից լույս էր երևում, ուղևորը դիմեց դեպի այն կողմը, մոտեցավ փակ դռներին։ Այստեղ դռան մի կողմում փայտյա սյունից քարշ էր ընկած մի տախտակ, իսկ սյունի պատվանդանի մոտ դրած էր նույնպես փայտյա փոքրիկ օթակ։ Ուղևորը վերառեց օթակը և 3 անգամ զարկեց տախտակի վրա։ Կոչնակի ձայնից լուսամուտը բացվեց, մեկը ներսից քնաթաթախ գլուխը դուրս մեկնեց և վերևից հարցրեց. «Ո՞վ ես»։ «Ճանապարհորդ եմ», եղավ պատասխանը։ Վանքի պարիսպներից դուրս այդ շինվածքը տարաժամ ճանապարհորդների, օտարականների և պանդուխտների օթևանն էր։ Դռնապանը բավականացավ ուղևորի պատասխանով, բաց արեց դռները և ճրագը ձեռին հայտնվեցավ Սյամի վրա։ «Դու բոլորովին թրջված ես», ասաց նա մի առանձին հոգատարությամբ։ «Ներս համեցիր, ես իսկույն կրակ կվառեմ, քո հագուստը չորացրու»։ «Շատ շնորհակալ եմ քո բարեսրտության համար», պատասխանեց ուղևորը, «բայց ես կխնդրեի քեզանից ընդունել ձեզ մոտ որպես հյուր իմ ձիուն միայն»։ «Ինչու քո ձիուն միայն», հարցրեց դռնապանը զարմանալով։ «Նա կաղում է, վնասել է ոտքը, իսկ ես պետք է շարունակեմ իմ ճանապարհը»։ «Գոնե ներս մտիր, մի փոքր տաքացիր, ես իսկույն կրակ կվառեմ»։ «Չեմ կարող, ես շտապում եմ», պատասխանեց ուղևորը և մոտեցավ ճրագին։ Նա ծոցից հանեց յուր սանդրը, որ կիսալուսնի ձև ուներ, շինված էր գոմեշի եղջյուրից և ցույց տալով դռնապանին ասաց. «Ճանաչիր այս սանդրը, մի կողմի 2 ատամները կոտրած են, եթե ես չվերադարձա, ով որ քեզ ցույց տալու լինի, ձին նրան կհանձնես»։ «Իսկ դու ով ես», հարցրեց դռնապանը փոքր-ինչ կասկածելով։ «Ես զինվոր եմ», պատասխանեց ուղևորը։ Դռնապանը բավականացավ ուղևորի անորոշ պատասխանով, որովհետև այդ տագնապալի ժամանակներում զինվորի հետ շատ հեռուն գնալ փոքր-ինչ դժվար էր։ Ուղևորը բաց արեց ձիու թամբին կապած ճանապարհորդական թեթև խուրճինը, ձգեց յուր ուսին և բարի գիշեր ասելով հեռացավ։ Դռնապանը ճրագը ձեռին, դեռ կանգնած Սյամի վրա, ապշությամբ նայում էր նրա ետևից, մինչև անհայտացավ գիշերային խավարի մեջ։ Քամու մռնչյունը խլացրեց նրա վերջին քայլերի ձայնը։ Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի ողական ամրոցը։ Հրաֆի Սամվել